Բարեձեզ Լոռու մարզի Լոռու վերջնամակի հավաքանի 20 թվականի 6 օգոստոսյանի ապրիլի 2-ական նիստ։ Հայաստան հանցան Լոռու մարզի Լոռու վերջնամակի հավաքանի 20 թվականի 2-ական նիստի ավետանիստի օրակարգը հաստատելու մասին։ Օրակարգի ծանոթ է, օրակարգի հետ կապված հարցեր, հավաքություններ չունենք։ Հայաստան հանցան Լոռու մարզի Լոռու վերջնամակի 20 թվականի բյուջեի առաջին եղանցակի կատարման մասին Լոռու վերջնամակի դերը հավաքվի իշխանություն եկամուտներ 342 միլիոն 107 հազար, որից 103 միլիոն 914 հազար սեփական եկամուտներ։ Սեփական եկամուտները 103,914 կատարվել այդ 595, այսինքն 14%, այդ թվում գույքար շենքեշինությունների 50,000 անավորվածային գումար չի գրանցվել, որի 5 միլիոն 620 հազար դիմաց 1 միլիոն 511, ես ասեմ, որ պլանը տարեկան պլաններ, իսկ հաստատվում 3 ամիս, այսինքն տարեկան համապատասխան։ Անշարժ գույքի հարկ 32 միլիոն 433, փաստացի 4 միլիոն 183,4, այսինքն 19%, փոխադրամիջոցների գույքար 24 միլիոն 823, կատարվել է 4 միլիոն 8 հազար, 16%, տեղական բուժքերը 610 հազար, 308 հազար, այսինքն 50%, այդ թվում շինթույլտվություններ 300 հազար, 15 հազար, 5%, քանման թույլտվություններ 10 հազար, 50 չի կատարվել, որքեր ծխնիչների ծխախոտի վաճառքի թույլտվության համար 300 հազար, 290, այսինքն 96%, գույքի վարձակալությունից եկամուտներ 12 միլիոն 340 դիմաց 1 միլիոն 964, 15%, ուրեմն այդ թվում փոքր վարձակալություն 11 միլիոն 900 դիմաց 1 միլիոն 644, 14%, այդ գույքի վարձակալություն 840 հազար դիմաց 270 հազար, այսինքն 33%, տեղական վճարներ 7 միլիոն 634 դիմաց 1 միլիոն 316, 17%, այդ թվում շահագործման թույլտվության ձևակերպման համար 40 հազար դիմաց գումար չի գրանցվել, մրցույթների մայրոցների մասնակցելու համար 100 հազար մուտքերով, աղբանության վճար 4 միլիոն 160 հազար դիմաց 664, 16%, ջրմուղ գոյողու համար 2 միլիոն 400 հազար դիմաց 4 միլիոն 497, 27%, մանկապարտեզի ծառայություններից օգտվելու համար ծնողական վճարի 924 հազար դիմաց 154, 16%, համայնքի արկղից փաստաթղթերի պատճենների համար 10 հազար դիմաց 0, ինքնական շենքերի շինությունների օրինականացման համար 300 հազար դիմաց 826,4, այսինքն 275%, ուժերի տուգանքների համար 100 հազար դիմաց 0, այլ եկամուտներ 20 միլիոն, մուտքը 404, այսինքն 2%։ Ուրեմն ընդհանուր 24 թվականի համեմատությամբ սեփական եկամուտները կատարել է 28,4% դրական տեղաշարժում։ Ընդհանուր արդյունքը սա է, մոտ 30% նկատի անցածվող ժամանակի համեմատ, որը պետք է գոհացնող չի։ Հարցեր։ Ընդունենք գիտություն։ Հայաստան հանցան Լոռու մարզի Լոռու վերջնամակում 20 թվականի մասնակցության ձեռքբերման գործընթաց սկսելու մասին։ Ուրեմն նախ մինչև ներկայացնել մասնակցային բյուջեի տարեկան գործընթացի մեր մասնակցության մասին նախագիծը ներկայացնում ինչի ներկայացում համարով մասնակցային բյուջեն եւ ինչի համար է։
Մասնակցային բյուջետավորման տեղեկատվական կառավարման մասին օրենքի համաձայն ապահովում է համայնքի բյուջեի կառավարման գործընթացում քննարկումների եւ քվեարկության միջոցով բնակչության մասնակցություն որոշումների կայացմանը, որի հիմնական նպատակն է ապահովել բյուջեի կառավարման քաղաքացիությունը հաշվետվողականությունը։ Համայնքի հավաքանում յուրաքանչյուր տարի ընդհանուր բյուջեից հատկացվում է որոշակի գումար, որոշ շրջանակներում համայնքի բնակիչները ներկայացնում են առաջարկություններ ավական որոշված չափանիշների եւ գումարի սահմաններում եւ դրա արդյունքում կատարում է քվեարկություն, որի ընթացքում ընդգրկում է համապատասխան առաջարկ։ Այսինքն քվեարկությանը մասնակցային բյուջետավորումը բաղկացած է մի քանի փուլերից, 8 փուլերից, այսինքն սա նախապատրաստական փուլն է, սկսվում է ավական որոշմամբ, այսինքն ավական որոշմամբ առանձնացվում է գումար եւ տրվում ոլորտներ, թե ոլորտում կարող են որ ոլորտից պետք է առաջարկություն ներկայացվի եւ հետո արդեն իրազեկման փուլն է, իրազեկումը կատարվում է մեր պաշտոնական կայքի միջոցով եւ տարբեր իրազեկման միջոցներով իրազեկվում է, որ այսպես գործընթաց է սկսվում եւ այդ գործընթացի կարող են մասնակցել համայնքի բնակիչները 16 տարեկանից բարձր բնակիչները։ Ներկայացում են առաջարկություններ, դրանից հետո քննարկվում է ավական որոշումից հետո համայնքի ղեկավարը արդեն իր կարգավորությամբ ստեղծում է հանձնաժողով, որում դեպքում է ինչպես համայնքապետարանի աշխատողներ, ակտիվ բնակիչներ, ավական անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որը նախնական այդ փուլում ստուգում է ներկայացրած առաջարկների համապատասխանությունը, այսինքն գումարային եւ պետք է լինեն առաջարկություններ արտանիկ կապիտալ բնույթի, այսինքն եւ առանձնացված է արդեն հիմնավորոշման նախագիծ, որ կատարվում է ոլորտների համար, եթե նախնական բավարարում է դրան, դրվում է քվեարկության, այսինքն մեր պաշտոնական կայքում ձևաթղթեր կլինեն, որ կլինի թե ինչպես առաջարկությունը ինչպես է ներկայացվում եւ քվեարկությունները կատարվել են պաշտոնական կայքի միջոցով։ Կարող են ներկայացվել այդ առաջարկությունները եւ թղթային տարբերակով եւ էլեկտրոնային տարբերակով իրազեկվեն բնակիչները, դրանից հետո քվեարկությունը դիմում է եւ ամենաբարձր միավորներ ստացած առաջարկությունները, ասել որ առաջարկություն պետք է հավաքի մինիմում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող բնակիչների 1% ձայնը գոնե պետք է հավաքի յուրաքանչյուր առաջարկություն եւ դրանցից արդեն ընդդեմ է ավելի շատ ձայն հավաքած առաջարկությունը։ Սա ընդհանուր մասնակցային բյուջեի մասին, դե գործընթացը շատ երկար գործընթաց է, 8 փուլից է բաղկացած, սա ամենաառաջին փուլն է, առաջին փուլի առաջին քայլն է, որը ավարտվելը պետք է որոշում կայացնի։ Ես հիմա արդեն ընթերցել որոշման նախագիծը, ինք ընդունելով տեղական կառավարման մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը եւ հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավականի որոշում է։ Նորմալ համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջեի բյուջետավորման գործընթաց։ Երկրորդը, նորմալ համայնքի 2025 թվականի բյուջեին հատկացնել 10 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման նպատակին։ Երրորդ, յուրաքանչյուր առաջարկ նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն ծավալաչափ 5 միլիոն դրամ։ Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևակերպ համաձայն հավելվածի, սահմանել որ քվեարկություն մասնակցությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն 1% ձայների դեպքում առաջարկ նախագիծը համարվում է հաղթած, մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվել քաղաքաշինության և սպորտի ոլորտներ որպես առաջնահերթություն։ Համայնքի ղեկավարը սույն որոշման առաջին կետում սահմանված գործընթացը որպես ծրագրային բաղադրիչներ առել համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրում եւ տարեկան աշխատանքային պլանում եւ բյուջեում։ Երկրորդ, համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներ ներկայացնել ավարտանում եւ իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ Եթե հարցեր կան, ինչ մասնակցային բյուջետավորման վերաբերյալ,
Ստեղ որ եթե հարց երևի հաստատ, որովհետև իշխանություն ասել են, որ դա հարց կա։ Այսինքն հարց կա, համից որ ասինքն վարա մեզ հետ համաֆինանսավորող կներնապետ չի լինելու։ Չէ, պետությունը այս տարի գոնե մեզ ոչ մի դրամ, ասենք համաֆինանսավորումը չի ապտակել, չի լինելու։ Ստեղ հարցը ոչ կասեն, դա ընդհանրին բոլորները, որովհետև ասենք եթե սարքել ենք համայնքային կենտրոններ, սպորտը մարդկանց ամենակարևոր բանն է, հնարավորություն ստեղծեն փողոցից վերեն ինչ-որ զբաղմունք, ասենք ինչ-որ զբաղմունքի առաջնում է սպորտը, համառողջությունը համառողջից կտրվել է, ասենք դա է նպատակը, ու երկրորդը քաղաքաշինություն, որ դա լայն հասկացողություն է քաղաքաշինությունը սանձրացնենք, ինչ է, որ ասենք աշխատող չի արել, բայց ասենք բաց համանացել մերնում, ասենք այդ ոլորտի ոլորություն։ Տանք ուշացություն դարձնենք, որ ընդգրկվեն նաև երիտասարդությունը ակտիվ տկներ տրնեն, դեպուս կասենք նախապես մարդկանց կնդեր տրնեն, որ իրենց ակտիվ առաջարկություններով իրենց մասնակցություն ունենան, մասնակցային միջահասակները դա նշանակա։ Ընդհանուր համայնքը մասնակցի, սա ընդհանրը պիլոտային, ոնց որ առաջի քայլն ենք անում, 10 միլիոն դրամ, դրանք ոնց է ստացվում, ինչ է ստացվում, ինչ առաջարկներ ենք ունենում, ստացումը թե ձախողվում, որ հետագայում ենք արդեն նաև որ ասես առաջին տուրն չի ակնկալվում ոչ մի մասնակցություն, լրացուցիչ ֆինանսավորում, բայց հետագա փուլերում հնարավոր է ստացվի շատ լավ, նաև պետությունը աջակցի մասնակցային բյուջեին ու լրացուցիչ, ասենք որոշակի տոկոսներով համասфинансավորում։ Բայց էլի հարցեր դեմ չէ, ասում։ Կարակ եկեղեցի կառուցեք։ Չէ։ 10 միլիոն։ Թե քիչ է։ Չէ, կարող է եկեղեցի կառուցել, ասենք հավատացյալ նորմալ պատահիչ եկեղեցի։ Փոքրիկ խաղահարապարակները գյուղերում քաղաքաշինությունը դրամասն է։ Կարող է։ Կարող է։ Ասենք էլի որ նաև էլ սպորտի բաղկացուցիչ մասն է, քեզ դες խաղահարապարակը, մենք ասում նախադիպոցական տարիքի երեխեքի համար Մասնակցել դեպի վեր։ հա, այդ ցուցակավորումներ, բայց նաև բարեկարգումը քաղաքաշինությունը։ Այդ տեղադրելը կոնկրետ սպորտային գույքի տեղադրելը դա արդեն որպես սպորտ է։ Ասենք մոտավորապես նպատակն դա է, որ ասենք կառուցեն խաղահարապարակները, քաղաքաշինություն ու համալրել գույքով, հետև սպորտ։ Մոտավորապես Ծրագիրը ուղղակի հիմնավորումները պիտի ասենք, թե որ դա հնարավոր է, այս հիմնական տեղավորների գնի սահմաններն էլ չգրի ինչ կա։ Չէ, հարցը այլ ասենք, հարցը տալի, ասենք, Քրիստին այդ պատասխանը։ Պատասխանը դեր մարդը հարցակալ չի։ Դե ասա, ինչ պատասխանեցի, բարարեց արդեն։ Ուրեմն հարց ընդհանուր է տալի, ընդհանուր պատասխանները լսում են, ամենը կողքին հետ չեն քիչ։ Հարցեր կա։ Հաջորդ տարի հնարավոր ասենք 10-ը նաև իսկան որ շատ ավելացնարետու լավ է, գարնը 10-ը, 50 միլիոն ու Եվ առաջարկում այլ լավ տվերություններից առաջարկեք ինչ է լավ տվել, դա առաջարկեք է։ Այդ ու մարդիկ ասենք ընդամենը որ տարբեր տեղեր խոսակցության թեման չլի լավ կլեր ունենայիք սա, այլ լավ կլերը առաջարկեք որի լավ։ Գիտներստան, որ միշտ ասին դասին էլ է, երկովի դեր կշարացացաններ մեջ կործով երկովի աներություն աղետողությամբ Ուրեմն ասեմ, այդ ուղղությամբ շատ լավ դրական հրաշքաշ կա, են որ մտածում ենք ունենանք համայնքային։ Այսօր երթուղիները ուզում են ոչ թե ոչ ուղղություն ամենանպատակահարմար, այլ ասենք ինչքան երթուղի գոյություն ունի ու ամբողջական դնեն մի փաթեթով մրցույթի հողի շահի։ Ասենք այդ շահը ոչ թե մենակ 10 ցանկություն հայտնվի, որ իրանք ուզում են սպասարկեն Վանաձորից Ստեփանավանը, բայց ոչ մի հարտակարգից ասենք Ստեփանավան, ընդհանուր փաթեթով ինչ երթուղիներ կասենք ամեն համայնքը, ասենք ու դա մի մրցույթ ունի։ Ոչ
ոչ միայն համայնքը, այլ նաև մարզը։ Սա մարզի երթուղիները մի մրցույթով ունեն տան մի օպերատորի միջոցով շարժվեց։ Ասենք երբեք մեկ չեն ասի, այս գիծը ձեռնտու չէ, դա պատիվ է, այնտեղ է ձեռնտու։ Հիմա այդ ուղղությամբ այս տարվա մեջ այդ հարցը պետք է որ լուծվի, մրցույթներ լինի ու դարերով դες։ Հարցեր Գրագիր Հայաստանի ուսան նորմազի որվեր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման ուղղված սեփական լեզվությունները և դրանց իրականացման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության նորմազի որվեր համայնքի հավաքականի 1827-ի 14 տարվանշում ու գործած ճանաչելու մասին։ Անջան։ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու վերթամայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական իրավարությունների և իրականացման հետ կապված փոխհարաբերությունները։ Կարգը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց սահմանված կարգով կարող են տրամադրվել սոցիալական աջակցության ծառայություններ։ Սոցիալական աջակցության ծառայություններ կարող են տրամադրվել հետևյալ ուղղություններով. Զոհված զինծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած հաշմանդամություն ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած արտակարգ իրավիճակների տուժած և օբյեկտիվ և սուբյեկտիվ այլ պատճառներով սոցիալապես անապահով վիճակում հայտնված անձանց ընտանիքներին։ Համայնքի ղեկավարը ուրեմն սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման նպատակով նախապես ձևավորում է հանձնաժողով, քանի դժվար իրավիճակում հայտնված խոցելի ընտանիքներին ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով, որտեղ որ պատալի պետք է ներգրաված լինեն համայնքի հավաքականու անդամներ, սոցիալական աշխատող, համայնքի աշխատակազմից, քաղաքասարակությունից, այսինքն նաև ՀԿ-ներից ներկայացուցիչներ և եթե բնակչության շրջանում ցանկություն հայտնած անձիկ կան, նաև այդ անձիկ։ Ուրեմն տրամադրվող սոցիալական աջակցությունը իրենից ենթադրում է բնայրային օգնություն, մասնավորապես սննդի և հիգիենայի փաթեթների ձեռքբերման քարտեր մինչև 40,000 դրամ արժողությամբ, որն իրենից ենթադրում է ցանկացած տեսակի սնունդ և հիգիենայի պարագաներ բացառությամբ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, սուր կտրող ծավալ գործիքների։ Երկրորդը դեղորայքի ձեռքբերման քարտ մինչև 40,000 դրամ արժողությամբ, բացառությամբ հղիության արհեստական ընդհատման և հոգեմետ դեղորայքի։ Երրորդը շինանյութի կամ կենցաղային պարագաների ձեռքբերման քարտ մինչև 50,000 դրամ արժողությամբ։ Չորրորդը հրապարակ բժշկական միջամտության անհրաժեշտության դեպքում բուժման ծախսերի փոխհատուցում տվյալ բժշկական կազմակերպությանը մինչև 50,000 դրամի չափով։ Եվ հինգերորդը թիրախուտ կամ հոգեկան առողջության խնդիրներ կամ հատուկ խնամքի կարիք ունեցող կամ գտնվելու վայրը անհայտ ժառանգներ կամ ընտանիքի անդամներ, բացական անդամներ ունեցող անձանց մահվան դեպքում ծախսերի փոխհատուցում մինչև 100,000 դրամի չափով։ Ուրեմն թիրախուտ կամ հոգեկան առողջության խնամքի կարիք ունեցող կամ գտնվելու վայրը անհայտ ժառանգներ ունեցող ընտանիքներին թաղման ծախսերի փոխհատուցում իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարի որոշումը կայացում է արագացված ընթացակարգով, այսինքն առանց հանձնաժողովի քննարկման, քանի որ ինքը իրենից ներկայացնում է հրատապ լուծման խնդիր։ Ուրեմն սոցիալական աջակցությունից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին կարող են լինել համայնքի բնակիչները, ովքեր հաշվառված են կամ վերջին 2 տարում փաստացի բնակվում են համայնքում, Արցախի Հանրապետությունից տեղահանվածները, ովքեր փաստացի բնակվում են համայնքում։ Ուրեմն աջակցությունից չեն կարող օգտվել։ Արգելվում է սոցիալական աջակցության հատկացումը համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքապետանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց ընտանիքի անդամներին։ Ուրեմն մի ընտանիքի տարվա ընթացքում սոցիալական օգնություն կարող է հատկացվել ընդամենը 1 անգամ։ Աջակցության տրամադրման նախապայմանը սոցիալապես անապահով ընտանիքի կողմից համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների բարեխիղճ չկատարումը և սոցիալական օգնության տրամադրման հիմունքի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, դուրքերի, վարձավճարների պարտք չունենալը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց
կատարումը կարող է խորացնել ընտանիքի կյանքի դժվարին իրավիճակը, համայնքի կամավոր խնդիրների և լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար համայնքի բյուջեը կարող է նախատեսվել ֆինանսական միջոցներ, որը չի կարող գերազանցել այդ տարվա համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների միջոցով։ Այսինքն միջև իրական շրջանակներ։ Ուրեմն որ մենք ունեցել ենք տարբեր տարիներ որոշակի սոցիալական հատկացումներ, կոնկրետ գումարի տեսքով մեկ այդ տվյալ ընտանիքը գումարը ծախսել է կոնկրետ նպատակի վրա։ Մյուս դեպքում ընդհանուր լավ, խնդիրը չի մեջ ասել, դեղորայքի գներում կամ սննդի պակասի համար, չէ ընդհանուր տրամադրվի կարգի, ասենք, միջոցով որ մարդը կարողանա կրնացենք սնունդը ձեռք բերեք կամ ասենք դեղորայքը ձեռք բերեք, մեկ ասենք այդ գումարը ստանալու նույն նպատակից ասենք։ Մենք ընդհանրապես ուսումնասիրենք, ասենք այդ մարդը դիմում քննարկենք, դա հնարավորություն ունենք դաշացենք ու դեպի ստացի ասենք գնա դեպի ասենք բան չի փոխվել, ասենք այդ մարդուն ճիշտ է մենք էլի չենք վերացի, ասենք չենք շարժվել ձերով, որ վերացենք սոցիալական ծառայության համակապետարանը, բայց ընդդեմ ասենք խիստ անհրաժեշտ դեպքեր, որ նաև մարդը փոխում չկաներ չի, էլի դեպքերը չի աճելու, մենք զորավարությունների մասնակցելու քրիստոնեական մանրամասն հարկերում անում չեն կարողանում, բայց մնացած դեպքերը մենք փորձենք երեխաների Սոցիալական նպաստավորների նկատմամբ թե կապ չունի։ Այսինքն հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում հանձնաժողովը կորոշի ապահովության աշխարհը որտեղ է սոցիալական ծառայության հարցեր, այս հարցի շուրջ կա իհարկե կատեգորիայի համար մի համապատասխան միավորում, այսինքն հանձնաժողովը գնայցի իրականացնելուց հետո պետք է տարիքի գնահատում անի, ըստ որի այդ սանդղակով գնահատի տվյալ ընտանիքի, ասենք, այդ սոցիալապես անապահովումների հանգամանքը կամ այլ ինչ-որ ուսումնասիրվի, դրա հիման վրա արդեն ըստ չափորոշիչների կտրամադրվի սոցիալական աջակցությունը։ Մինիմում բարը պետք է լինի 4-ը, 4-ից հազարդումներում աջակցություն չի տրամադրվելու։ 4 եւ ավելի բաներ։ Չափորոշիչներ սահմանվում են լոռու համայնքում սոցիալական պաշտպանության ոլորտում համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով կյանքի դժվարին իրավիճակում գտնվող մասնավորապես զոհված ծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած հաշմանդամություն ստացած ծառայողներ եւ քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց ընտանիքների, այդ թվում այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով սոցիալապես անապահով դարձած ընտանիքների սոցիալական ծառայություններ մատուցելու կարգավորումները աջակցության ցուցաբերելու գործընթացն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից մշտական գործող հանձնաժողով ստեղծելու պայմանները եւ դրանց գործունեության ընթացակարգը ծառայություն ստանալու համար դիմաց անձանց կարիքների գնահատման չափորոշիչները, դրանց համապատասխան գնահատման միավորումները եւ ընտանիքի գնահատման թերթիկի ձևը դիմումի կից պաստատների ցանկը։ Սահմանել չափորոշիչները համաձայն կից ներկայացված հավելվածին։ Որի համայնքի ղեկավարին նաեւ որ բյուջեում կատարի համապատասխան փոփոխություններ, աջակցության դրամատիկան կարգը իրականացնելու եւ Վրաստանի հանրություն, որի մասը կողմնականում 20 բյուջեն փոփոխություններ կատարելու նախորդացի օրգանական շարունակությունն է, այսինքն բխում է նախորդ հարցերից։
Այսինքն հիմնական փոփոխությունը կատարվել է սոցիալական մենք քանի որ հիշում եք, որ այս տարի ընդհանրապես 0.2 սահմաններ սոցիալական բոլոր 3 տեսակներով գումարները։ Հիմա մենք սոցօգնություն ենք նախատեսել ենք հարազատում կոստրած արձանագրող սոցօգնություն 1 միլիոն դրամ, դա թվարկված այդ արժանանք նրանց տրամադրող օգնությունն է, որ ասես թե մինչև 100,000 դրամ, 1 միլիոն դրամ սահմանել ենք այդտեղ, և սոցիալական հատուկատվությունների սահմանել ենք 4 միլիոն դրամ, այսինքն մեկական միլիոն դրամ, մեկը մասնագիտական ծառայություններ դրվածով, սա այսինքն կտրվի առողջապահության, ովքեր որ ունենան առողջական խնդիրներ, առողջապահական հիմնարկների փոխանցելու համար, առողջապահական նյութերի գծով 1 միլիոն դրամ, այսինքն սա դեղորայքի գնման համար, կենցաղային հանրայնի նյութերի թոթվածով 1 միլիոն դրամ, սա սննդի և այլ անհրաժեշտ արտաքների գնման համար, և այլ նպատակային այլ նյութեր 1 միլիոն դրամ, շինանյութի գնման համար։ Այսինքն ներկայացված ուղղությունների արդեն պլանավորվել է բյուջետ։ Ընդհանրապես 5 միլիոն դրամ է սոցիալական բոլորը միասին, մենք դրանց ավելանելու իրավունք չունենք, որովհետև արդեն սահմանել ենք 5%։ Եվ դրա հետ կապված մի քանի փոփոխություն արդեն կատարվել մնացած նաև ուղղություններով, ուրեմն ավելացվել է ապարատի գծով 800,000 դրամ, ընդհանուր հանրային ծառայություններ, այսինքն ելնելով արդեն անհրաժեշտությունից մնացած հոդվածներն ենք վերանայել 1 միլիոն դրամ, ջրամատակարարման գծով 1 միլիոն 840,000 դրամ, այլ մշակութային կազմակերպություններ, այսինքն կրթական նպաստների գծով 1 միլիոն դրամ, նախադպրոցական հիմնարկի դրամաշնորհ 828,000 դրամ, սա ուրեմն որոշ կատեգորիայի երեխաների համար պետությունը տրամադրել է 828,000 դրամ տրամադրել է պետությունը, որոշ կատեգորիայի երեխաների համար, որպես դրամաշնորհ տրամադրենք նախակրթական հիմնարկին և նա համապատասխանողությամբ ծախսի այդ գումարը, սա այդ գումարն է, որը մեզ արդեն տվել է պետությունը, և այսքան են ուղղությունները և պակասեցվել է այս ամբողջ շիչապով, ուրեմն 10 միլիոն, այս ամբողջ ավերացումները միասին կազմում են 10 միլիոն 468,000 դրամ, որ պակասեցվել է պահոստային միջոցներից։ Հարցեր։ Լավ։ Համայնքում հանրային հավաքների մասին երազեկումների դրանց համացյալի վարման կարգը և ձևը հաստատվելու մասին։ Ներկայացնեմ տեղեկանքի միավորում, համայնքում հանրային հավաքների անցկացնելու մասին իրազեկումների դրանց համացյալի վարման կարգը և ձևը հաստատելու մասին Լոռու համայնքի հավաքանու ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Լոռու համայնքի հավաքանու քննարկման ներկայացող համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների դրանց համացյալի վարման կարգը և ձևը հաստատելու մասին որոշման նախագիծը մշակվել է տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի հավաքների ազատության մասին օրենքի 15-րդ հոդվածի կանոնների կարգավորումների համատեքստում։ Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը։ Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված է, որ հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների դրանց համացյալի վարման կարգն ու ձևը հաստատում է համայնքի հավաքանին, նպատակ հետապնդելով կանոնակարգել հանրային հավաքների մասին իրազեկումների թափանցիկությունն ու հավաստիությունը, ելնելով վերաբերյալից համայնքի հավաքանին քննարկման է ներկայացնում համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների դրանց համացյալի վարման կարգը և ձևը հաստատելու որոշման նախագիծը երևի ընդհանուր ասեմ ներառված է իրենց ինչ է ենթադրում դրանց համացյալը։ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին հավաքանի որոշման նախագծի ընդունման այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցման մասին ավելացումներ և էական նվազեցումներ չեն նախատեսվում, նախագծով առաջարկող կարգավորումների նպատակը։
Նախագիծը գրում է ներքին, այսինքն լոկալ նույն, քանի որ բարմատում է վարքագծի կանոն այն անձանցների համար, որոնք ընդունող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայությունից կամ աշխատանքներից եւ ուղղված է համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամասյանի վարման կարգը հաստատելու։ Կարգի ընդունումը նպատակ է հետապնդում համայնքի աշխատակազմի մակարդակում կարգավորելու հանրային հավաքների մասին իրազեկումների հուսալի եւ ապահով շրջանառությունը։ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործող օրենսդրությամբ նախատեսված կանոններին համապատասխան ապահովել համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների թափանցիկ գործընթաց։ Ոսեր Գյորգի Նախատեսող գործունեության հակապատման նախնական համաձայնություն տարուբարձը քննարկելու մասին։ Այս հարցի հետ կապված նույնպես ներկայացում է տեղեկանք հիմնավորում ընթացիկ իրավիճակի իրավական ընդունման անհրաժեշտությունը առկա խնդիրների առաջարկող լուծումները, այսինքն ձեր համաձայնեցման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու վարչապետի կողմից բնակավայրում Գրանալ զբոսաշրջության կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքների նախատեսվող գործունեության իրականացման նախնական համաձայնություն տալու նախագիծը ներկայացնեմ 2025 թվականի հունվարի 30-ին Լոռի Բերդի համայնքապետարան գրանցման համար 520 մուտք է եղել Գրանալ զբոսաշրջության դիմումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու վարչապետի կողմից բնակավայրում մոտ 4.5 հեկտար մակերեսով տեղամասում երկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսող գործունեության վերաբերյալ առաջին հանրային ուսում կազմակերպելու մասին։ Համաձայն շրջակա միջավայրի դրազդեցության գնահատման և փոխանցության մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-25 ենթորոշման սահմանված կարգի կատարվել է շահագրգիռ հանրության ծանուցում նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումն օրենքով սահմանված կարգով տպագրվել է առավոտ օրաթերթում, տեղադրվել է Լոռու Բերդի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքէջում և համայնքի ֆեյսբուքյան հարթակում։ Լոռու Բերդ համայնքի կողմից բնակավայրում Գրանալ ԶՊ ընկերության կողմից Լոռու Բերդ համայնքի հետախուզական երկրաբանական աշխատանքներ իրականացնելու նպատակով նախատեսվող գործունեության և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ նույն թվականի մարտի 3-ին ժամը 12:00-ին Լոռու Բերդ համայնքի կողմից բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը։ Համայնքի կողմից ապահովել է համայնքի ներկայացուցիչի մասնակցությունը, շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկություններ և դիտողություններ, կարծիքներ չեն ներկայացվել։ Համաձայն հանրային լսումների մասին որոշման հավելվածի 27-րդ կետի հանրային լսումների պատասխանատուն հանրային լսման արձանագրությունը և լուսանկարները ներկայացրել է համայնքի ավականում և նախաձեռնողը, ինչը որ լսումներից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ստացել եք։ Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման հնարավորությունը հանրային լսումների ծանուցման ընթացակարգը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փոխանցության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի և ժամկետներ սահմանելու մասին թիվ 1325 որոշման սահմանված կարգով սահմանվում է և գնահատվում փոխանցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները համայնքին առնչվող հիմնադրութային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ավականու կողմից նախնական համաձայնություն կամ անհամաձայնության տրամադրումը։ Որոշման ծանոթ կետով սահմանվում է հանրային լսումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավականի որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տալու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ, դրա պատճառների և բացառությունների մասին։ Որոշման 20
29-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը ավականու որոշման կայացման օրվանից հետո 5-օրյա ժամկետում հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը արտահայտության դեպքում նաև շարունակի հանրության կարծիքներ և դիտողություններ ներկայացնել լիազոր մարմնին և նախաձեռնողին։ Հիմք ընդունելով վերնշվածը Լոռու համայնքի ավականու համաձայնեցմանը ներկայացում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու համայնքի կողեց բնակավայրում Գրանար ուսումնասիրության կողմից երկրաբանական հետազոտական աշխատանքների նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնության տրամադրելու որոշման նախագիծը հիմք հանդիսացող անհրաժեշտ բոլոր իրավական և հաստատական հիմքերով։ Ոսեր, ուրեմն դժվար է զբաղվել, որովհետև ասենք ուրախալի ընթացքի մասին ներկայացրու, ասեմ, շնորհակալություն, ուրեմն պրոֆեսոր Գաբրոսյանի գործող 3 տեղամասերից երկուսը շահագործված է, երրորդ տեղամասի շահագործման հայտնա, որտեղ այս հատվածում պաշարները հաստատվել է դեռևս խորհրդային 30-40 թվականներից, հիմա հայտ է ներկայացրել գրամասական, այսինքն պաշարների հետազոտություն, ստուգում անցկացնելին, իրանից դեռևս հանքարդյունաբերության տարել չի պարունակում, այսինքն նախնական հիմա իրանց ցանկանում ստանալ համաձայնություն հետազոտելու պաշարները ստուգելու, ինչի մասին է խոսքը, ըստ դրա արդեն հետագա գործողություններն անելու վերաբերյալ իրանից ենթադրում է որ 4 հեկտար տարածք գյուղատնտեսական տեսանկյունից խոչընդոտ չի հանդիսանում արտավայրերի ճանապարհներին հանգամանալից քննարկվել է նաև հանրային քննարկման մարտի 3-ի տեղումից հանրային քննարկման ժամանակ բնակչության կողմից առարկություններ չեն եղել են ավելի դրական տեսանկյուններ այն բանում որ մասնավորապես որոշ բնակիչներ նշում են որ պետք է լինի նոր աշխատատեղերի աշխատատեղ գյուղի բնակչության համար Այսպես ուրեմն մենք նախորդ տարիներից ունենք սահմանած ոչ լիատեսական նպատակների համար օգտագործվող լիատեսական տարածքների քայլական վարձավճարի չափը հեկտարավոր է հազար համասահման։ Այսինքն սա 4 այսինքն դրացիոն 1000 դրամ սեփական եկամուտ կարողանա համայնքին, բացի աշխատատեղեր, աշխատավարձեր, որոշակի ընտանիքների ընդունելուց է, նաև բացի այս 900,000 դրամը համայնքը գործունեություն ծավալելու ընթացքում նաև ունեցած հանքօգտագործողներն համայնքին սոցիալական նաև աջակցության ծրագրեր գումարած նաև այսինքն խոչընդոտ չի, դրական տեղաշարժում նկատվի Բազմամետաղների հանքավայր չի, ընդհանուր գրանիտի հանքա, հարցեր, գրարկենք։ Հայաստան Հայաստան Լոռու մարզի համայնքի ստորագրական տարի փոխանցները համարակալելու մասին։ Հասցեի ասանջուր Չասա, դեմես չեն պատասխան չեմ համարակալով չեր Չէ, ուրեմն ասենց ասել, կան փողոցներ, ասեն նոր տեղեր են սեփականության վկայականների գործով կամ նոր են հատկացվում ասենք, որ բանձնագրի սեփականության վկայականի մեջ հասցել չի եղել Ումեդի դուրս է մնացել, ասինքն չի եղել կոնկրետ ասենք բնակիչ չէ տանը, որ ասենք հասցեն դրա հիմնադրվածը դուրս է մնացել, սա կոնկրետ վերաբերում է դպրոցից ներքև դեպի վեր հատվածը նոր 7 բնակարանի համար պայմաններ օգտագործել, մոտավորապես քանի մետրեր 1000 մետրի կարգի 7 տնամերձ հողամասի հատկացման, կարող նաև տնամերձ, կարող նաև հասարակական կառուցապատման ոլորտից օգտագործվի նոր հատկացման, ուրեմն ասենք հասցել չեն մնացել, պետք է հասցել ավականոսան։
Ընդհանրապես Համարակարանը հումանից թողան ոչ չկա, հատվեզ հետ կապած։ Այսինքն այդ փողոցին մենք հավանականություն 16 փողոց ընդհանրապես։ 17։ Հարցում են Հայաստանի հանցան որ մասը Ռոբերտ Կամայնի ավարտանում 6-րդ ստաշնայական ինստիտուտի ժամանակահատվածում Առաջարկումը հետագան մարմնանոց սահմանի 2020 թվականի մայիսի 8-ը դասերկուսրոցում։ Հարցեր չունենք։ Այլ հարցեր, հայտարարություններ